Այսօրվա խոսալու առիթը, ինչպես ասացինք, կրթության նախարարության նախագիծն է իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը։ Եթե կարճ ինչ է այս հայեցակարգը, կառավարությունը դեմս նախարարության ասում է, որ իրական Հայաստանը, այն Փաշինյանի ասած իրական Հայաստանը, կարիք ունի աջակցության հասարակության կողմից, ու իրենք ինչ են ասում, ասում են մինչև այս մարդիկ ապրել են դեպրեսիայով, ցավով, նեգատիվն են մենակ տեսել, պոզիտիվը չեն տեսել, ֆեստիվալները չեն տեսել։ Հիմա իրենք առաջարկում են դրամաշտորների, գրանտների, աջակցության տեսքով օգնել են ծրագրերին, որոնք խոսեն ոնց որ իրական Հայաստանի արժեքների մասին, որն է տարածաշրջանային խաղաղությունը, Հայաստանի խաղաղությունը, դրական իրավիճակները, հա, պոզիտիվը ընդհանրապես, ինքը այտենց ձևով ստալինիզմը, լավ ասենք, լավ կլինի։ Իրականում այս առումով ինքը շատ խորը փիլիսոփայական խնդիր է, որտեղ մենակ Հայաստանից չի ծագում, ոչ է Ստալինից է ծագում։ Երբ որ այս թեմային պատասխանում էի, ամենաառաջինը որ հիշեցի, դա Պլատոնն էր, ընդ որում Պլատոնը ժամանակին այտենց իր աշխատանքներում ասում էր, որ իդեալական պետություն ստանալու համար, իդեալական հասարակություն, համակեցություն ստանալու համար փիլիսոփաները պետք է լինեն կառավարիչներ։ Դե ասում էր փիլիսոփաները ոնց որ ամենազարգացածն են, ամենախելացին են, ամենաիմաստունն են ու իրենց սարքած հասարակությունը, պետությունը ամենալավը կլինի։ Այդ առումով Պլատոնը ստալինիստ էր, թե կուզեք, ու նաև Փաշինյանի ոնց որ նույն դպրոցից են էլի բոլորը, ասում էր պետությունը դասատու է, որը պետքա կրթի մարդկանց, այդ մարդիկ էլ դրա արդյունքում կստեղծեն համակեցություն, որտեղ բոլոր երջանիկ, ուրախ, զվարթ բոլորի համար լավ կլինի։ Ֆեստիվալ կլինի սա երջանիկ, ուրախ, զվարթ, ոնց կուզեք էլի։ Դրայի հակադրություն ուրիշ փիլիսոփական ուղղություն կար, Արիստոտելի փիլիսոփական ուղղություն։ Արիստոտելը ինչ էր ասում, ասում էր մարդիկ մենակ լավի մասին չեն, կյանքը մենակ լավի մասին չի, լավի ու վատի մասին է։